Սիրելի հանդիսատես, մի տարքի թեմա եմ ուզում անդրադառնամ, նախ գրանցվեք խնդրում եմ ալիքից եւ նաեւ լայք դրեք հենց այս պահից, որովհետեւ նյութը պետք է տարածվի եւ որքան ակտիվ լինեք կոմենտներում եւ լայքերով, այնքան շատ մարդ կտեսնի իմ այսօրվա ելույթը, այսպես ասած, բարև ձեզ։ Ուրախացա, երբ որ տեսա, որ Գյուլումյան Տիգրանի հիմնած հանդարտ այդ թատրոնը, որը որ միայն թատրոն չէ, այլ մի մեծ, այսպես, ոնց ասեմ, բիզնես, հա, այնտեղ կա նաև ռեստորան կա, թոնրատուն է, սա շուտով աշխատելու ես վերջերս եղել եմ մի հոյակապ մի տեղաստեղծել հենց բյուրականի փեշերին, հա, սարերի փեշերին, խաղում էին ցանկապատ ներկայացումը, որը որ չեմ սխալվում Միացյալ Նահանգներում են խաղացել ժամանակին, շատ սիրված դերասաններ են խաղում այնտեղ եւ եկել է նաեւ վարչապետ Փաշինյանը ներկայացման։ Եվ սկսվեց, այսպես ասած, բազարը, որը ես հիմա կաշխատեմ այսպես վերլուծել, կխոսեմ ինչ կարծիք ունեմ ընդհանրապես այդ ամեն ինչի մասին։ Նախ եւ առաջ ձեզ ասեմ, որ ինքս այդ փորձը ունեմ, երբ որ բարձր պաշտոնյա գալիս է ներկայացման, շատ բարդ է խաղալ։ Իմ ներկայացմանն էլ մի անգամ եկել վարչապետը, բայց Փաշինյանը չէ։ Ժամանակին Տիգրան Սարգսյանն էր եկել, հիշում եմ, այսպես շատ անակնկալի եկանք, որ եկել էր կամերային թատրոնում, հա, շատ բարդ ներկայացում էր, երբեք դերասանները չեն երազում, որ գա որևէ, ասենք, պաշտոնյա բարձր եւ ներկայացում նայի, որովհետեւ հանդիսատեսի ուշադրությունը շեղված է լինում այդ պաշտոնյային, ինչ ասեց, ես մի դեպք էլ պատմեմ ժամանակին Գրատովսկու թատրոն եկել էր Օնանցեսը, որը որ միլիոնատեր տենց մի կար, հիշում եք, հունական միլիոնատեր էր Հունաստանից Մարիա Կալասի ամուսինը, այսպես ասած, թե ամուսիններից մեկը, չգիտեմ, եւ Գրատովսկին չէր թողել թատրոն, այսինքն խնդրել էր իրեն, որ նա ներկա չլինի, որովհետեւ ուշադրությունը կշեղի ժողովրդի եւ Օնանցեսը չէր եկել ներկայացման։ Այսինքն, եթե կարծում եք, որ դերասանները երազում են, որ հայտնի մարդիկ գան, դուք սխալվում եք, որովհետև բավականին բարդ է խաղալ, որովհետև, ասենք, դալիճում կա ինչ-որ մեկը, որը որ ուշադրություն է գրավում եւ շատ դժվար է դերասանին մոռանալ։ Ու մանավանդ ինձ որևէ մենակ եմ բեմում կայնած եւ այնտեղ ինչ-որ մեկը ասենք նստած, ասենք մեռալի կոստյումով, բան տենց, իհարկե Տիգրան Սարգսյանը հումորով տղա է, չի նեղանա իմ ասացի համար, բայց բարդ է խաղալ։ Եվ այդտեղ միանգամից սկսվեց, դուք գնացիք իրեն, դիմավորեցիք, բա չեք ամաչում եւ այլն, Գյուլիմանն ասում է հյուր է եկել է դիմավորում եմ, այնով որ հայտնի հյուր է գալի միշտ, իդեպ ես է որ գնացի թատրոն, իր ասենք ես վերջերս եղել եմ, ինքը ինձ դիմավորեց, ասենք եկա, ասաց վայ յոժ եկել է գնամ դիմավորեմ, ոչ մի վատ բան չկա դրան, ինչ որ մարդ ասենք իր հյուրին դիմավորում է, եթե ծանոթ է այդ հյուրին, հա։ Եվ միանգամից սկսեցին տենց ինչ-որ տենց մանիպուլյացիաներ, որ ահան, այդ կլոունները դավաճանի դեմ խաղում էին, բաման գիտեք, դերասանին ասում են կլոուն են մարդիկ, ովքեր որ ոչինչ իրենցից չեն ներկայացնում, բացարձակ։ Հայաստանում դա նրանք են, ովքեր որ նարդի են խաղում սաղորը բեսեդկեքում եւ տենց երեխեքը ասենք իրանք տենց խլինքով են մեծանում, ռետուզները մինչև ստե քաշած եթիմներ են ծնել, էլի ասենք այդրանք իրանք այդպես մարդիկ ասում են դերասաններին, ասում են որ մենք կլոուն ենք, այսպես ասած, թե պետք կլոունը վատ բառ չի, իրանց համար է վատ։ Իսկ ստեղ ասենք այս էստելի տենց low income որ ապրում են, որ ասենք սկի դավերա չես անի, որ պլան կդրեն, էլի ասենք մկրատ բրդը չի կարում։ Հա, ասենք այդտենց մասսա է, ասենք դերասաններին ուզում վիրավորացնի, որովհետեւ եթե մարդը բժիշկ կա կամ չգիտեմ, դասախոս է կամ բան, ինքը տենց բան իրեն թույլ չի տա, մանավանդ սիրված դերասանի նկատմամբ, հա։ Եվ հետո դիսկուսիա բացվեց, բան տենց իդեպ մի բան էլ ասեմ, իմ ներկայացումներն էլ հաճախ դիսկուսիա է բացվում, ասենք վերջում։ Հիմա ասեմ, որ այս ամսի 21-ին խաղալու եմ տարիմս քեզ հետ ներկայացումը, ամսի 21-ին ժամը 7-ին Բրադվեյում, կակրած ասեմ էլի դրա մասին, եւ այդ ներկայացմանը լինում է դիսկուսիա, օրինակ Երևանում եղավ։
որովհետև դա մեր մասին է, որովհետև դա այդ ներկայացումն ունի ինչ-որ մեսեջներ ունի, մեկ կարող է համաձայն լինել, մեկ կարող է համաձայն չլինել, եւ ես այդ հնարավորությունը տալիս եմ, որովհետև ի վերջո մարդը եկել է ուզում է արտահայտվի, իսկ ի՞նչ կա դες վատ բան։ Փաշինյանը որոշեց արտահայտվել։ Ասել որ բնականաբար իր ասացի այդ համաձայն չեմ, որովհետև Զորյանի գործներ եւ ցանկապատ ինչի մասին է, դա ասենք երկու հարևան են չեն կարողանում այդ ցանկապատը տեղադրել, կռիվ են անում իրար հետ եւ այլ եւ ի վերջո միանգամից Փաշինյանը տարավ դեպի դեմարկացիա եւ դելիմիտացիա, ասենք այդ խոսակցություն եւ ասած ու ինչ ասում ու ինչ մեսեջ կար այդ ներկայացման մեջ։ Ուրեմն սիրելիներս, այն որ պարոն Փաշինյանը կարող է չհասկանալ թատրոնը ինչ ալը, ոչ մի վատ բան դրանում չկա։ Իրա պետք է ուղղակի բացատրել, որ թատրոնը տալիս է ընդհանրապես մեսեջներ, նա չի տալի լուծում, նա չի խոսում կոնկրետ ինչպես պետք է անել, որովհետև այդ դեպքում այդ թատրոնը ուրեմն մի քիչ այլ թատրոն, ինքը հրապարակախոսային թատրոն է, հրապարակախոսություն է դա, կամ եթե քաղաքականության մեջ է, դա քարոզչություն է արդեն, հա, եթե դու ուղղակի խոսում ես ինչ-որ մի թեմայից եւ հարցեր են կախվում օդում, ոչ մի վատ բան դրա մեջ չկա, ամեն մեկը կտանի իր հետ իր միտքը։ Օրինակ, այս իմ ներկայացումներն են տենց շատ հաճախ, նրանք երկիմաստ են, նրանք մի հատ մեսեջ չունեն, տարբեր մեսեջներ են մեջ, եւ մարդը սկսում է մտորել, վերցնում է ինչ որ նա կարողանում է մարսել, վերցնում է նա ինչ որ իրան հետաքրքիր է եւ ինչպես է նա մտածում։ Թատրոնը չի դասերակում, չի ասում ինչպես է պետք շարժվել, բայց դա սովետական մոտեցումը, այդ սովետը պետքա դուրս գա ոչ միայն մարդկանցից, այլ նաեւ մեր պաշտոնյաներից։ Բնականաբար դերասանները չարարկեցին այդ թեմայի շուրջ, ասեցին ամեն մեկ իր կարծիքն ասեց գնաց։ Ասում եք, դե պետք է հելնեիք, ասեիք, սենց ժողովուրդ ջան։ Գիտեք, շատ հեշտ է ասել, երբ որ ասենք երկրի վարչապետ դերում ասում է խոսել, դու հելնես ու գիտես ինչ, այս մեկը սենց է, սինենց է, բաման դեռ ավելի պահանջում էին, որ դերասանները չխաղան, հա, ասեն, որ դու դավաճան ես, որ բան ժողովուրդ, թատրոնը այդտեղը չի, միծինգ չի, ազգային ժողով չի, որ իրար շպրտեն, իմ ներկայացումներին էլ գալիս են նախկինները, ներկաները, ապագաները, եւ հրավերով եւ առանց հրավեր, ուղղակի տոմսառում, գալիս են ոչ մի իրավունք ես չունեմ, ասեմ ինչ ես եկել իմ ներկայացման, եթե իհարկե ակնհայտ խուլիգան չի, եթե գիտեմ որ եկել է հարամի ներկայացում, հա կարելի է փոլիս կանչել, ծեծել դուս անել, բան չի, դա նորմալ է, բայց եթե մարդ գալիս է թատրոն ներկայացում նայելու, ինչ իրավունքով դերասանը կարող ասի ինչ ես եկել, կամ դու դավաճան ես, կամ ես իմ ինչ ես։ Դա ամենահիմար բանն է, որ կարող է մարդկանց մտքով անցնի եւ հիմա այս համացանցում այդ թեման հա տենց բանա ծանվում է որ դերասանները պիտի չխաղային որ Մկրտիչ Արզումանյանը Մկոն պետք է հելներ ճպցներ Փաշինյանի ճակատին իր բանը այս միտքը այն միտքը որ դեզա ոգի հարազատ միգուցե Մկրտիչ Արզումանյանի մտքով չեր ասում այդ միտքը որ դուք եք ուզում որ հնչեցներ ինքը եւ դա չի նշանակում որ ինքը դավաճան է հասկանում եք այդ խոսույթը թարգեք ժողովուրդ ջան թարգեք ամոթ է մարդը եկել է թադրում ով ուզում ալի դուք գիտեք ես Փաշինյանի բանը չեմ advocate չեմ պաշտպանել այդպես ասենք բան չեմ ասում որ սենց չէ բայց ես իմ վրա եմ վերցնում ասենք եկավ Սարի թատրոն Ինչ պետք է անեմ, պետք է չխաղամ, կամ հենց ասեմ դու խի սենց արեցի, դու ալիվին խի տենց ասեցի, դու Էրդողանի հետ հո դուք հիվանդ չեք ժողովուրդ, ազգային ժողով է թատրոնը, ժամանց, հասկանում եք դա ինչ է, ժամանցա, որը որ մի քիչ ավելի բաց է, քան ասենք չգիտեմ, բլոտ խաղալը կամ բիլիարդ խաղալը, թող բլոտ խաղացող կամ բիլիարդ խաղացող չնեղանան, այնտեղ չմտածել ա, ու թատրոնը դա համար է, որ տա մեսիջներ, նա լուծումներ չի տալիս, բացարձակ, չի ասում ոնց պիտի անել, ուղղակի հեղինակը, լինի դա դրամատուրգը, ռեժիսորը կամ դերասանը միասին վերցրած, բարձրացնում են հարցեր տարբեր հարցեր եւ դա պիտի հասկանա համ պաշտոնյան, որը որ գալիս է ներկայացում նայելու եւ հեչ պարտադիր չի ներկայացումից հետո քննարկում կազմակերպել այդ թեմայով,
որովհետև եթե այդպես է, ուրիշներն է պիտի արտահայտվեին։ Ուրիշները չարտահայտվեցին, դե որտեղ ասենք, հա, դե վարչապետը խոսում է, լսում են, տենում են ինչ կասի, հա։ Եվ այդ կարծիքները կարելի է քննարկել, բայց մեղադրել թատրոնը, որ դու այդ հարցը չես բարձրացրել, թատրոնը քարոզչություն չի, ու խառնել եք, բաժնելը պրոստը խառնել է, ու դա նորմալ է, որ նա չի հասկանում դա, դու այդ էլ մի բան է, դերասանները նեղացել են, ասել են, բայց ինչի է ինքը տենց ասում, ինքը չի, հա չի հասկանում, ի՞նչ կասում, դուք հասկանում եք ամեն ինչից։ Ապա մանչ չի ամեն ինչ հասկանա մարդը, հիմա այդ էլ չի հասկացել, տենց է, կարելի է ընդամենը շատ, այսպես, ոնց ասեմ, կոռեկտ ասել, որ թատրոնը այդ հարցերը չի լուծում, մենք բարձրացել ենք այս հարց ամեն դերասան իրանը ասեց, հա, եւ դուք գնացեք մտածեք, դա է, եւ բացարձակ չկա այդ պահանջը ասելու, որ այս սենց է ճիշտը, որ ասենք բանը սահմանը պետք է դնես, դելիմիտացիան ես, ու այս է մեր հայրենիքը ու վերջ, այդպես չի իրականում, թատրոնը դրանով չի զբաղվում, այդ եմ ուզում ասեմ, հիմա այն վերաբերում է Մկրտիչ Արզումանյանին Մկոյին։ Ժողովուրդ ջան, ամենամեծ ստորությունն է արտիստին, որը որ անցել է ինչ-որ մի ճանապարհ, որը կարող է հեչել կարող ձեզ դուր չգա, հա, այտենց հռեկոպանել, դնել ու քննադատել այդ թեմայով։ Դուք կարող եք իրան քննադատել տարբեր ծրագրերի կամ տարբեր ինչ-որ ներկայացումների շնորհիվ, բայց այդ մարդը իրավունք չունեք դուք իրան իրա ոնց որ աշխարհայացի համար կամ ինքը որ ձեն չհանեց, որ չելավ չգնաց, որ խաղաց է մարդուն մեղադրեք։ Ոչ մի իրավունք չկա։ Մարդը արել է իր գործը ու լավ է արել։ Դա ամենակարևորն է։ Լավ խաղացել է ներկայացումը։ Ինքը դրանից ավել պատասխանատվություն չունի։ Մի դերեք դերասանի վզին ուրիշ պատասխանատվություններ։ Մենք ոչ դեպուտատ ենք, ոչ մինիստր ենք, ոչ բան է կախված մեզանից, ոչ մի բան։ Մենք կարող ենք հարցեր բարձրացնել, որ որոշ բութ մարդկանց ուղեղը շարժվի, այդքան բան, դրանից ավել մենք չենք կարող անենք։ Հա, վերջ, հենց այդքան է։ Եվ մեծ ստորությունը ասենք հիմա այդ մարդու նկատմամբ, այդ դերասան նկատմամբ այդպես բաներ ասել, որ գիտեք ի վերջո, կա մի բանակ, որ իրան սիրում է, չէ։ Հիմա դուք որ այդ մարդու դերասանին վատաբանում եք, նշանակում է նաև հայհոյում եք այն եկա այն զանգվածը, որը որ իրան սիրում է, լավ է վերաբերվում։ Ինչի եք ամեն տեղ մտցնում այդ ձեր կեղտը, ինչի համար։ Հիմա որ հայհոյում եք, ինչ անցավ, ինչ փոխվեց, ինչ։ Մեկ էլ բանա, ագրեսին վրա են վերցնում, մեկ էլ կսկսեն չկայացած դերասան, որն է կայանալ, կարաք ինձ ասեք։ Այդ դուք որ դուք չկայացած դերասաններ կամ բան ինձ էլ եք ասում այդ կայանալ ու սանդղակը կարաք ասեք, այդ ինչ պետք է անեինք, ասենք որ կայանայինք, Rolls Royce-ներով պիտի ֆրֆրայինք, ասենք բան, հա, Հոլիվուդի սարին պիտի տներ ունենայինք, Սպիլբերգի մոտ պիտի նկարվեինք, Հայաստանի դերասաններ ենք սա ասել։ Ոչ մեկս քթերս վեր չեն բանավար մեկոր բացարձակ ասեք քիթը վերեցած մեկը չի շատ հասարակ նորմալ տղա է շատ լավ դերասան է շատ լավ երկլեզու դերասան է ի տարբերություն շատերին շատ գրողներին որ ոչ ռուսերեն գիտեն ոչ հայերեն գիտեն երկլեզու դերասանները շատ քիչ են Հայաստանում գիտեք չէ շատ քիչ եւ այդ մարդը ազնվորեն իր գործը արել է։ Ինչ իրավունք ունեք դուք հիմա դնեք ու տես բան անեք։ Մի խոսքով ուզում եմ դիմեմ իմ գոլեգաներին, որ ապրեք։ Շատ հաճելի է, որ այսպես շատ հաճելի է, որ կա հանդարտ այսպես այդ ամբողջ այդ համալիրը միայն թատրոն չեմ կարող ասել, որովհետև դա ամեն ինչ է, այնտեղ ամեն ինչ կա։ Ասեմ, որ ես շատ ուրախ եմ, որ Տիգրան Գյուլիմյանի հետ ծանոթ եմ, որ մենք գոլեգաներ ենք, ընկերներ ենք եւ միասին ենք սկսել ժամանակին Սարի թատրոնը, որ նա իմ Սարի թատրոնի պրոդյուսերն է եղել մի տարի, այսպես հետո կամաց-կամաց ինքը անջատվեց, միացավ, մեծ, ասենք ավելի այսպես մասշտաբային մի տեղ ստեղծեց, Սարի թատրոնը մնաց փոքր, ասենք 100 հոգու համար եւ մեր մասշտաբները տարբեր է լրիվ, բայց մոտարապես դույն գործ ենք անում եւ շատ ուրախ եմ հանդիսատեսել շատ շնորհակալ եմ, որ ամբողջ ամառ եկավ Սարի թատրոն, որ մյուս ամառը եմ խաղալու բնականաբար իսկ
ամսի 21-ին, սեպտեմբերի 21-ին խաղալու եմ տարից քեզ հետ ներկայացումը։ Իդեպ երկու բառ էլ ասեմ նրա մասին, որ տեսեք ժողովուրդ ջան, մեր սա դարդեր ու ցավերը հոմենակ միջազգային չեն սահման դնելով աշխարհակաղակական, մեր անձնական հարաբերություններն են։ Տեսեք հմի ինչ սրաչ է սկսվել, ասենք այդ դերասանների նկատմամբ։ Իմ ներկայացումը նաև դրա մասին է, թե ինչպես են մարդիկ իրար հետ հարաբերվում, ինչպես են իրար սիրում կամ չսիրում, ինչ հարաբերություններ են ընտանիքների մեջ, մեր հայկական ավանդական, ավանդապաշտ, բան, տես տրանգոր բաներ ունենք, չէ, խոսքեր ունենք, տես բան, այգա գա 21-ին կտեսնեք, այդ ավանդական ու ավանդապաշտը, դա ինչ է, եռապատում է այս ներկայացումը 3 տարբեր թեմաներով, որը որ հիմնված է ռեալ թեմաների վրա, եւ այդ ռեալ թեմաները ինձ տվել են իմ հոգեբան ընկերը, բնականաբար անուն, տեղ, բան ամեն ինչ փոխված է, բայց ինչ որ ես կպատմեմ ամսի 21-ին, այ հենց մեր մասին է, նաև հենց այն մարդկանց մասին, այդ մարդկանց մասին, ով որ հիմա վատաբանում է դերասաններին, հասկանում եք, որ ինքը տենց իրանք բանը վարչապետի դերը խաղացին բան ներկա, ամոթ է, ժողովուրդ, ամոթ է, քննադատեք վարչապետին, կողեք ցեխը, հարց չկա, ինչ, բայց լավ է որ մարդ եկել է թատրոն, ես շատ ուրախ եմ, շատ լավ է որ վարչապետը գնում է թատրոն, լավն է ինքը, վատն է ինքը, դա ոչ մի կապ չունի դերասանի համար, հասկանում եք, ոչ մի կապ չունի, մի քիչ ավելի բարդ է խաղալ, բնականաբար է, որ պաշտոնյա է գարի ներկայացման, մի քիչ ավելի բարդ, բայց դա վատ բան չի, հասկանում եք, բացարձակ վատ բան չի, մի խոսքով հրավիրում եմ բոլորիդ ամսի 21-ին, ուզում է քաղաքապետը լինի, ուզում է վարչապետը լինի, ով ուզում է լինի, եկեք համեցեք, իսկ խոսքը արդեն Գլենդելի մասին է, եկեք տեղական տենց պաշտոնյաներ, հարուստներ, բան եւ այլն, եկեք սուսուփուս տոմ սարեք, ընդ մի տեղ նստեք, հետո ես կաշխատեմ քննարկում կազմակերպեմ այդ թեմաների շուրջ, որովհետեւ մեր ընտանիքների մասին է, դա հենց մեր մասին է, եւ ասեմ որ ամեն ներկայացումը ունի էլի մի քանի մեսիջներ, միանշանակ չի, հա, բնականաբար քաղաքական չի, մեր մասին է, եւ ամեն մեկը այն հասկացած մեսիջը թող այդ օրը քննարկի հետս ես գնամ կփոխվեմ, կլվացվեմ եւ կգամ հանդիսատեսի մոտ խոսելու, եթե խոսելու բան ունենանք, անպայման մեծ հաճույքով ձեզ կլսեմ։ Շնորհակալություն ձեզ սաղիթ, սիրելի դերասաններ, սիրելի իմ գոլեգաներ, այդպես էլ շարունակեք, շատ ուրախ եմ, ինչ ասեմ, մինչ նոր, ասենք հանդիպում, իսկ դուք սիրելիներս լայքերը դրեք չմոռանաք, իհարկե տարածեք այս նյութը, որպեսզի շատ մարդ նայի, ճիշտ այն քաղաքական չի եւ այս վերջի եթերները ես չեմ խոսում, չգիտեմ, տենց քաղաքական գլոբալ թեմաներից, որտեղ դստած սպասում ենք, տեսնենք ինչ է լինելու, իսկ մենք մեր գործը կանենք, ես իմ գործը անելու եմ ամսի 21-ին ժամը 7-ին, տոմսերը թիգետ մի կետում, խնդրեմ, համեցեք։